Ահա սիրելիներս, տեսեք ինչ լավ է ստացվել։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք խոզի սպիտակ թոքը, սև թոքը, լյարդը և փածախ։ Համեմուքները արված է, համարյա մի քանի օր մնացել է սառնարանը, սառցախցիկն է եղել, հետո հանել եմ, հալվել է, շատ համոհոտը տեղն է, լավ տեղն է, սա փորձել ես ուրի բանում ես, խորովելու եք սիրելի հետևորդներ ջան, ուրեմն իմ հին հետևորդներն բոլորն էլ ծանոթ են, էսի խորովածի տարային, սա էլ ստեղից չեմ գնել, կարող է հետևորդներիցս տեսնեն, ասեն, որ որտեղից ես գնել, ինչ ես արել, ես նախորոք ասել, որ սիրելի հետևորդներ ջան, սա Հունաստանից եմ բերել, չգիտեմ, այստեղ կա, թե չկա, եթե ուզում եք ճարեք, կարող եք նայել այդ, որ բանը, այս գազի տոմպուչկայից են ծախում, սառնարան են ծախում, լվացքի մեքենա, այստեղ երանքա լինում, կարող եք նայել տեսնել։ Ուղղակի սրա առավելությունը նա է, ես սիրելի հետևորդներ ջան, ովքեր որ նոր են ասենք ինձ դրուզիա բան եկել, ընկեր եկել, նրանց համար եմ ասում, սրա առավելությունը նա է, կա և բաց, որ փակում ես, սենց, իրան այդ մուխը, ծուխը, մուխը, սաղ իրան մեջ տամնում, ու այդ հոտը տալիս է մեր մսամթերքին, ու դրսի խորոված մսից ոչ մի բանով չի տարբերվում։ Ահա, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս աստեղ արդեն ես պատրաստա, սա միասին կպատրաստենք, ահա, սա էլ իրան ցանցն է մեջի, աստեղ տակը մի քիչ ջուր լցնեմ, տակը ջուր լցնեմ, որ չվարվի, այդ արյունաջուրաբանա թափվի բանի մեջ, տարայի մեջ ու չվարվի, վարվածի հոտը լինի տուր, և գոլորշի ատալի ավելի լավ է խորովում, ես բաժակն էլ փոքր եղա, ասա մի հատ մեծ բաժակ չկա, վերցրես այ գնիք, ինձ թվում է հերիք, մաքրելն էլ հեշտ կլինի, դնում ենք այստեղ, հիմա այս միսը շարում ենք, այս թոքը շարում ենք, գթալներ մեջն է, որ խառնել եմ, երևի տեսնենք, եթե սպիտակ թոքը շատ է, սկզբից սպիտակ թոքը խորովենք, հետո մյուս ես, թվում է սպիտակ թոքը ավելի շուտ է խորովելու, եթե չէ, նա կդանենք, չնայած բոլորն էլ շուտ է խորովում, կամ չի տենց, այսինքն սիրուն շարում ենք, չէ, երևի կտեղավորվի բոլորն էլ, հեսա որ խորովեց ինքը փոքրանալու է, ավելի լավ է բոլորն էլ շարենք, երեխեք սև թոքը, որ ասում եք պինդ է լինում, պետք է ես վերևի շերտը անպայման հանվի, այդ շերտը, որ այդ շերտը հանում ես, ինքը փափուկ է լինում, չնայած ես չեմ հանել, ինքը այնքան բարակ էր, որ չհանեցի, բայց որ հանում ես, ինքը ավելի փափուկ է լինում,
Սել դնեմ ստեղ։ Այսքանն էլ ճիշտ։ Մոտիկից տեսեք, ոնց են շարել։ Այսպես փակում ենք, այս էլ ծածկում ենք, նոր միացնում ենք հոսանքը։ Շատ զգուշ ենք լինում, որ այս շնուրը չկպլի ու չվառվի։ Հետո որ վառվեց, ինչ պետք է անենք, կարող է եւ չճարենք կեր։ Իսկանում արդեն կարմրած կլինի։ Այս մեջի լարը կարմրում է, այս լարն է օգնում, արդեն տաքացա։ Օգնում է, որ խորովի։ Միջև որ խորովի, մենք կարտոֆիլ ենք պատրաստել, սիրելի հետևորդներ ջան։ Կարտոֆիլեր խորով են միասին։ Կարտոֆիլներ 3 մասի կբաժանենք։ Ոնց եք ծիպուլանում։ Այդ ծիպուլի նման սենց 3 մասի ենք բաժանում։ Որ ասեմ սենյակում շատ մուխ է տարածվում, չէ։ Մի թեթև, են էլ կարող եք լուսամուտը բացել, օդափոխվի խոհանոցը։ Սրա վրա էլ էսա աղք ցանենք։ Պղպեղ կցանենք, սեր պղպեղ կցանենք, եթե չեք ցանկանում կարմիր կամ սեր պղպեղ կարող եք չցանել, առանց նաև կլինի։ Մի քիչ էլ էսի սիրած ռեգանից մի քիչ շաղկանք վրեն։ Սիրելի հետևորդներ ջան, պետք է ասեք, բա ինչ էիր ցանել այս թոքի վրա։ Ճիշտ ասած էի մյուսում, որ թոք բան էի սարքել, ընդեղ էի ցույց տվել, ուրեմն ավելացրել եմ սեր պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, այս ռեգանի, իմ սիրած, մի քիչ ձեթ եմ ավելացրել խառնելուց, սոյի եմ ավելացրել, այդքանը, մի քիչ ձեթ եմ ավելացրել ու լավ խառնել եմ, իրանք համը եկել ա տեղը, էլ ուրիշ ոչ մի բան։ Էդ էլ ասեմ, որ անհանգիստ չլինեք։ Հիմա մի քիչ էլ բուսայուղ ավելացնեմ։ Բուսայուղը վերջանում։ Ձերքերս չեմ ուզում ձերքոտել, կթանուկ խառնեմ, որ բուսայուղ եմ լցնում, ինքը խորովելուց էլ է, լավ կարմրում է։ Գթալով է, շատ լավ խառնվեց։ Բերեմ էկրանին մոտիկ։ Սել հետևորդներ ջան։ Սելի հետևորդներ, հլա բաց ենք տենանք ինչ վատ վիճակի է։ Են էլ հետը բարձրացրի, ոնց որ արդեն խորովվել է, ուրեմն շուռ ենք տալու 2-3-ը, մի րոպե, շուռ տվեցինք, սիրելի հետևորդներ, մի հատ էլ չընկավ, նորից փակում ենք, որ շարունակի խորովել։ Հետևորդներ, միջև որ միսը մեր թոքը կխորովի, մենք կտրտենք սոխը։
սոխը կտակում ենք, գլուխ սոխը, որ լցնենք վրան, սիրում ձեր տակ։ Սիրի հետևորդներ, ոնց որ արդեն պատրաստ է, կարմրած, արդեն ոնց որ ուզում է վաղվի պատրաստ է, հիմա պետք է հանենք։ Քիչ լավ է խորովի, չեմ ուզում մոտիկացնեմ, այրան ջուրը կատկատեց, այսինչ բացում ենք, հիմա կարտոֆիլն ենք լցնելու, տեսեք արյան կաթիլները ոնց է հավաքվել ջրի վրա ու տակը մաքուր է, այս դրա համար եմ ասում, և ջուրը լցրած տակը լավ է խորովում, խոնավ է լինում, հլա նայեք տեսեք ինչ խոնավություն է, չոր չի էլի ինքը, Սելի հետևորդներ, խոնավ, վաբշե չոր չի։ Վատեսնենք ոնց է։ Այս սպիտակ թոքն է, շատ լավ է խորովել։ Հատեք փորձենք սև թոքից։ Սա սև թոքն է։ Ես էլ ասեմ, որ ասեմ, բանա, բանդոմա չէ, տեսեք ինչքան փափուկ է։ Սա էլ է խորովել։ Սա էլ որ ասում փածախը, ամենամուրգը։ Ու չի չորացել։ Հենց այդ խոնավությունը, այս ջրի խոնավությունը չի թողնում, որ ինքը չորանա։ Ապստեղ ծածկել, որ տակ-տակ մնա։ Ես կտորս էլ պետք է ուտամ, էլի ոչ եմ թողեղը։ Հիմա կարտոֆիլն ենք դարում։ Կարտոֆիլներ շարեցինք, լրիվ չլցվեց, որովհետև քիչ է կարտոֆիլը, դե ոչինչ, ինչ եղավ եղավ, ես էլ եմ թափում, սպասենք մինչև կարտոֆիլն է, ուրեմն սիրելի հետևորդներ, մի հատ գաղտնիք էլ ասեմ ձեզ, այս կարտոֆիլի վրա, ամեն մեկի վրա, սենց մի կաթիլ ձեթ եմ կաթացնում, բուսայուղ, որ լավ կարմրի։ Սիրելի հետևորդներ, նայեք տեսեք ոնց է կարմրել բուսայուղը լցնելուց հետո։ Հիմա շոր տալիս, բայց հուսով լինեմ, որ ջրի մեջ չի ընկնի։ Մի րոպե, ստեղ շոր տանք, որ ընկնի էլ, ստեղ ընկնի, լավ է ոչ մի տեղեր չընկավ։ Փակում ենք։ Հա, սրա վրա էլ ենք, հլա ինքը խոնավ է, ոչ կա այդ բուսայուղի պարունակությունը, հետո կլցնենք։
Հիմա կդատարկենք, այս դեր կլեցնենք տեղ, այս թավայի մեջ, դե իրիկունը մենք աշխատավորները պտի իրիկունը գործից գան, չէ, որ հետո հեշտությամբ կարողանանք տաքացնենք, որ հյուրասիրենք մեր տան անդամներին, րոպե, սպասեք մի հատ, որ տրեցի, հա, տեսա, չեմ դժվարացնում իմ գործս չեմ հասկանում, հիմա հատ կվերցնենք, կլսնենք մեր խորոված թոքի վրա, ինձ լավ է խորովել կարտոֆիլը, 2 րոպե առաջ էր, չէ որ բուսայուղը ավելացրեցի, ու դրաս կարմրեց, հլա նայեք այս հավաքած ջուրը, լցրած ջուրը, որ լցրել էի, որ մաքուր է մնացել մեր խորովածի տարան մաքուր է մնացել, սիրելի հետևորդներ ջան, մի րոպե, հիմա ինչ ենք անում, հիմա սիրելի հետևորդներ ջան, հիմա սոխ եմ կտրտած լցնելու, վրա, սոխը մի քիչ փոքրոտ էր, դե ոչինչ կարևոր, որ սոխը, մի հատ էլ այս ինձ խառնում է, հետևորդներ ջան, այսօր էլ այսքանով վերջացրեցինք մեր օլովակը, դուր եկավ ձեզ, դուր չեկավ, գրվեք մեկնաբանություններով, սիրելիներս, եթե այս հարմարություն պարտադիր չի սրանից լինի ուրիշ հարմար խորովածի, դեպուս պոլիկ կա, այդ պոլիկ եթե ծածկում է բերանը, ուրեմն նույնն է տարբերություն չկա, բայց տակը մի քիչ ջուր լցրեք, որ ձեր խորովածը փափուկ կլինի, թե միս կլինի, հավ կլինի, թոք կլինի, բայց այս սև թոքի երեսին շերտը անպայման հանեք, որ թոքը փափուկ լինի։ Դե չմոռանաք սիրելիներս, զանգակ կոճակը բաժանորդագրվել, լայքել, տարածել սիրելիներս, որ տարածվի մեր ալիքը, մեծ ընտանիք ունենանք, ավելի մեծ ընտանիք ունենանք սիրելիներս, ձեզ շատ-շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։